Կարծում եմ այս հոսքից տեսնում եք, որ ոչ մի բան մոռացված չի եւ չի մոռացվելու երբեք։ Պարոն նախագահ, Կարծում եմ ժողովուրդը իր կարծիքը ուղղակի ցեղասպանության փաստի նկատմամբ արտահայտում է այսպիսի հոսքով եւ ոչ մի կառավարություն, ոչ մի քաղաքական գործիչ, ոչ մի կուսակցություն չի կարող ուղղակի այս ամենը փակել կամ մոռացության մատնել։ Ասում են սա ուրացման գործընթաց է, ամեն ինչ մոռացության են տալիս, երեկվա Թուրքիայի դրոշ հայրելը քննադատեցին, բայց Ստեփանակերտում հայկական եկեղեցի քանդելու վերաբերել ոչ մի բան չասացին, սրա վերաբերել դուք ինչ կասեք։ Սենց խառը հարց է քաղաքականություն եւ ցեղասպանության օրվա հետ կապված, այո, չէ, ուղղակի այսօր չի ցանկանում, բայց նույն կրկնակի ստանդարտներն են, որը այսօր ուղղակի առօրյա է դարել քաղաքականության մեջ։ Հնարավոր է մոռացության այս ամեն ինչը, հնարավոր է Թուրքիայի պահանջով ցեղասպանության Չեմ կարծում որևէ մեկը, հարցը մոռացության։ չեմ կարծում որևէ մեկը ի վիճակի է դա անել։ Իդեպ Ադրբեջանի ԱԳՆ-ն պահանջել էր պատժել Թուրքիայի դրոշ վառածներին։ Պատժի Փաշինյանը։ Թուրքիան ԱԳՆ չունի։ Դե հիմա Ադրբեջանն որոշ լավություն անի Թուրքիային։ Ինքն ավելի հեշտ։ Հիմա նայեք, ես ընդհանրապես որևէ երկրի դրոշ վառելու կողմնակից չեմ, բայց սա ընդունված քաղաքականության մեջ եւ աշխարհում ընդհանրապես ընդունված բողոքելու տարբերակ է։ Եթե կա երկիր, որի քաղաքականությունը որևէ մեկ այլ երկրի ժողովրդի ցավ է պատճառում, ապա սա բողոքի արտահայտման ձև է։ Ձեզ հետ խորհրդակցել է այդ մասին, որտեղ տարիներ շարունակ է արել ձեր նախագահության օրոք եւս։ Դուք իրոք մտածում եք, թե sense գալիս ենք ինչ որ բան են գրում եւ այլն, իհարկե իրենց միջոցառումն է արել են շատ կազմակերպված։ Միջոցառումներ։ Այո։ Ես բայց երևույթի նկատմամբ ասացի մասնական վերաբերմունքը, բայց sense ըմբռնումով մոտենամ նման կարգի դրսևորումները։ Ընտրություններին ձեր շանսերը ինչպես է գնահատում եւ եթե այս անգամ էլ հիմա արդեն մենք արդեն անցանք ուրիշ թեմաների։ Դուք բազմաթիվ առիթներ եք ունենալու նման կարգի հարցեր տալ։ Ես անձամբ չեմ ունենում։ Շնորհիվ ձեր գրասենյակի ղեկավարի։ Ես ամեն օր հանդիպումներ եմ ունենում եւ դուք ի վիճակի եք, մենք նախորդ հայտարարում ենք դրա մասին, դուք ի վիճակի եք։ Ցեղասպանության 111-րդ տարելիցն է, բայց Թուրքիան շարունակում է ժխտել այս փաստը, որն է պատճառը ձեզ Հայաստանի բոլոր ժամանակների իշխանություններն են թերացել, թե Թուրքիան է համառորեն առաջ շարժվում։ Նայեք, սա նորություն չի, որ Թուրքիան ժխտում է եւ շարունակելու է ժխտել։ Ես չեմ տեսնում, որ Թուրքիան իր քաղաքականությունը փոխելու է։ Եվ այդ տեսանկյունից դա չի նշանակում, որ մենք պետք է հարմարվենք Թուրքիայի այսպես մոտեցմանը։ Մենք մեր ճշմարտությունը ունենք, սա ճանաչված փաստ է եւ տվյալ դեպքում մենք չպետք է հետ քաշվենք միայն նրա համար, որ Թուրքիան դա չի ընդունում։ Ուղղակի հետեւողական պետք է լինենք։ Հիմա ո՞րն է պատճառը, որ շարունակում է։ Նայեք, իմ նախագահության օրոք բազմաթիվ երկրներ ճանաչել են ցեղասպանության փաստը։ Եվ եթե Հայաստանի կառավարությունը, Հայաստանի իշխանությունները շարունակեն այս գործը, ի վերջո կգանք մի հանգրվանի, որ ցեղասպանության փաստը ժխտելը անիմաստ կդառնար նաև Թուրքիայի համար։ Բայց եթե sense կանոնում ես մի գործընթացը, փորձում ես հետ պտտացնել, իհարկե սա խնդիրներ է ստեղծում նաև ճանաչման։ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը պատկերացնում եք առանց նախապայմանների։ Գործիք դարձնել։ Փաշինյանը ասում է Արարատին մի նայեք։ Այդ պետք է ուրիշ ձևի դասավորեիք այս ստանդափը։ Հիմա նայում ենք, խախտում ենք։ Բան Քոչարյան, տեսեք, դուք ասում եք հնչեցրել եմ, թող պատասխանի։ Ասում եմ միջազգային դերակատարների գործիք էին տարիներ շարունակ սարքել, հիմա մենք չպետք է թույլ տանք, որ այդպես լինի։ Ինչ նկատի ունի Փաշինյանը, ասում է, որ ցեղասպանության հարցը տարիներ շարունակ միջազգային դերակատարների համար գործիք է դարձել, հիմա մենք չպետք է դա թույլ տանք։ Ես ուղղակի խորհուրդ կտայի այդ հարցը ուղղել Փաշինյանին։ Պարոն Քոչարյան, այնքան բաներ ասում, որի տրամաբանությունը ուղղակի ինձ համար անհասկանալի է եւ մի քիչ լավ չեմ պատկերացնում մարդու այսպես
հիմնավորումների կամ մոտիվացիաների, շարժարիքների ամբողջ այս շղթան ոնց է աշխատում։ Պարոն Քոչարյան, տեսեք, ասում եք մոռացության մատնել հնարավոր չէ։ Իսկ պահանջատիրության վերաբերյալ, օրինակ ձեր դաշինքը հիմա ինչ մոտեցում ունի, եթե իշխանության գաք, ինչ եք անելու, ձեր քաղաքականությունը ինչպես է։ Մեր ծրագրում հստակ արձանագրված է, որ մենք ճանաչման ուղղված ջանքեր են գործադրելով եւ այդ փորձը ունենք։ Ճանաչման թե պահանջատիրության։ Չէ, պահանջատիրությունը խնդրայելուց է իսկապես եւ տվյալ դեպքում մենք չպետք է անցնենք, այսպես հատենք մի գիծ, որը առաջինը իրատեսական չի, երկրորդը խնդիրներ է առաջացնում։ Պարոն Քոչարյան, ինչու Շատ պրագմատիկ մոտեցում ենք պետք է ունենանք։ Մենք հասկանում ենք, որ սա մի փաստ է, որը շղթել հնարավոր չի, բայց որի մոռանալ ուղղակի եւս հնարավոր չի։ Տեսեք, եթե այսօր Փաշինյանի ուղերձի հիմնական կետերը լսենք, ըստ էության շատ չեն տարբերում ձեր ու նրա թեզերը, միայն դուք նաեւ ճանաչման հարցն եք առաջնահերթ։ Իրոք։ Դե էլի ասում են պահանջատիրության հարց Ուրեմն կամ մեր թեզերը չեք լավ։ Չէ, ասում են լավ անցալել կամ վարշապետի թեզերը չեք լավ անցալել, բայց ոչի եզրեր չկա մոտեցումներ։ Պարոն Քոչարյան, ինչու երեք հայտարարեցիք, որ փոշմանել եք, որ Սերժ Սարգսյանն եք փոխանցել իշխանությունը։ Այդ հնարավորությունը դուք ունենալու եք։ Հասկանում եմ, դուք որպես լրագրող ասենց համառ եք, ես էլ որպես եւս անձ եւ նախին նախագահ եւս։ Լավ, երևի սրանով եզրափակենք։ Թեի հարաբերությունները հաստատել առանց նախապայմանների։ Ինչպես նաև խաղաղ։ Միշտ այդպես է եղել մեր քաղաքական մոտեցումը առանց նախապայմանների։ Եվ ես իդեպ կարող եմ հիշեցնել մի ժամանակաշրջան, երբ հենց Էրդողանի կուսակցությունը հաղթեց ընտրություններում, արտգործնախարարը դառավ Աբդուլլա Գյուլը եւ այն ժամանակ իրենք հենց հայտարարեցին հրապարակային չէր այդ հայտարարությունը, բայց Վարդան Օսկանյանի հետ հանդիպման ժամանակ ուղղակի ասաց, որ առանց նախապայմանների պատրաստ են կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Ես գրքում իմիջիալուց նկարագրել եմ այդ ամենը։ Ես չեմ հավատացել, բայց շարունակել ենք բանակցել, 2-3 ամիս հետո ասացին ոնց որ այդքան էլ հեշտ չի, եւս մի 2-3 ամիս հետո վերադարձել ենք նույն կետին։ Ես եթե ծանոթ չեք այդ ժամանակահատվածին, ես խորհուրդ կտայի ուղղակի նայել, բավական հետաքրքիր էր։ Ամենից մեծ ազդեցությունը Թուրքիայի քաղաքականության վրա իսկապես ունի Ադրբեջանը այդ տեսանկյունից։ Մի օր կընդունի հայոց ցեղասպանության փաստը։ Եթե հետևողական ակտիվ աշխատենք, ես այդ հնարավորությունը տեսնում եմ։ Հետևողական աշխատանքների մեջ մտնում է օրինակ միջոցառումների կազմակերպումը, օրինակ այսօր բավարարվել են եւ նախորդ տարիներում միայն այցելելով երկրորդ, սակայն հիշում ենք տարիներ, երբ որ ոչ միայն պաշտոնյան, այլ երկրի ղեկավարների մասշտաբով են, գալիս Հայաստան հենց Նայեք, պետությունը պետք է այդ պարտավորությունը ստանձնի։ Եթե պետական կառույցներով հետևողական աշխատանք չկատարես, ուղղակի ոչինչ բանի չես ասնելու։ Հիմա պետությունը հետ է քաշվում այս հարցից։ Ճիշտ այնպես, ինչպես հետ քաշվեցին Արցախի պաշտպանելու հարցից։ Եվ մենք տեսանք, թե արդյունքը ինչպեսին էր։ Այս հարցը ուզում է համբերություն, հետևողական աշխատանք եւ իմ առաջարկը sense ագրեսիվ աշխատանքի մասին չի, այլ դիվանագիտական, հետևողական, բոլոր հնարավոր լծակները օգտագործելով, բայց առանց լրացուցիչ թշնամանքի sense ավելացման։ Սա է ճիշտ ճանապարհը։ Հատկապես մենք գործ ունենք մի մեծ հարևան երկրի հետ, որի հետ հարաբերությունները նաև ցանկանում ենք վերականգնել եւ բանակցում ենք այդ ուղղությամբ բավական ակտիվ ժամանակին։ Այդքանը, երևի շնորհակալություն ձեզ։ Լավ, դե լավ, շնորհակալություն ձեզ, շնորհակալություն։